ունի ինձ հետ պետական իմ բարեկեցության հետ ինչ կապ ունի պետական բյուջեի ծախսային հոդվածը։ Ես շատ փող ունեմ, ինձ համար դղյակ եմ կառուցում։ Աննկարագրելի դղյակ եմ կառուցում, հրաշք։ Հիմա կարող է լինել այսպիսի դեպք, այո, կարող է լինել։ Բայց կարող է կառուցել այդ քաղաքացին։ Կարող է կառուցել։ Տեսականորեն կարող է կառուցել, բայց քաղաքացին կարա այդ 1000 ներողություն այս կոմունալ մանրամասների համար այդ դղյակը կառուցած քաղաքացին կարա այդ դղյակում բարեկեցիկ ապրի։ Բացառվում կարա բարեկեցիկ ապրի, եթե չլինի կոյուղի օրինը։ Բացառված է։ Ոնց կարա դղյակ, որը չունի կոյուղի, կարա բարեկեցիկ լինի, բացառված է։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարարում, կարա այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրի, բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարող է քաղաքացին այդտեղ ապրի բարեկեցիկ։ Դե տեսա սպասերին էլ կան, չի կարող։ Հիմա եթե ենթադրենք, որ մարդ այնքան բարեկեցիկ է, որ իր համար կոյուղի էլ է կառուցում, բան էլ է կառուցում, ջրամատակարարում էլ ավտոնոմ, էլեկտրականություն էլ ապահովում ինքը իր համար, շատ լավ, եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել։ Շատ լավ, ենթադրենք, եթե քարավաններով էր ուզում բերի շինանյութը, այդ բարեկեցիկ մարդը, եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները 5 րոպեում հենց կթալանեն, որ մեծ տորը կմնա ուխտի ականջը քարավան, եթե իհարկե քարավանը ուխտից է, եթե ձիերից եւ ջորիներից է, կմնա ձիերի եւ ջորիների ականջը մեծ կտորը։ Ուրիշ բան, այդ քաղաքացին կարող է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի, որ այդ քաղաքացին իր չնաշխարհիկ դղյակը կառուցելիս կամ զբոսնելիս ընկավ ոտը ջարդեց, 103 զանգելու է, թե չի զանգելու։ Իսկ եթե պարզվի, որ հեռախոս չկա, որ զանգելու է, իսկ եթե պարզվի, որ 103 ավտոմեքենա չունի, իսկ եթե պարզվի, որ 103-ում աշխատող բժիշկ չկա, իսկ եթե պարզվի, որ 103-ում չկան անհրաժեշտ սարքեր եւ սարքավորումներ, հաջորդ այդ դղյակում կարող է մարդը բարեկեցիկ ապրել, եթե հասանելի հեռավորության վրա չլինի դպրոց, օրինակ։ Ինքը կարող է իր երեխաների համար լուսնից դասախոսներ բերել, բայց բժիշկը, որ պետքա գա իր ոտը բուժելու, ինքը որտեղ պիտի սովորեր։ Մինչև բժշկական համալսարան։ Հարգելի գործընկերներ, սա ցույց եմ ասում եմ, որովհետև ես հիշում եմ նախորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ես այս արտահայտությունը արեցի, ինչ որ տեղ իմպրովիզով արեցի այդ նախադասությունը, ես էլ ասեցի ու մի պա կանգ առա, եւ այս մի տարվա ընթացքում այդ մտածումներն ու քննարկումները այնքան են ամրապնդել այս թեզը, որ այս թեզը կասկածի տակ չի։ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու, հիմա երկրորդ հայտարարությունն եմ արում, որը էլի եմ թերևս արել, որևէ քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան է պետական եւ համայնքային բյուջեն իր բարեկեցության վրա ծախսում։ Դղյակի օրինակով ես ցույց տվի, մարդը ինքը իր բարեկեցության վրա միլիոն էլ ծախսի, եթե պետական եւ համայնքային բյուջեն չի ծախսում, եւ պետական եւ համայնքային բյուջեն ծախսում է միշտ ավելի շատ, որովհետեւ այն ինչով կարելի է մի հատ դղյակ կառուցել,
Դրանով հնարավոր է կառուցել օրինակ 1 կիլոմետր ճանապարհ ընդամենը։ Կամ չգիտեմ, գների հաշվարկի մեջ կարող եմ մի քիչ խառնեմ։ Թող լինի 2, թող լինի 3։ Եվ սա էս ինչի համար եմ ասում, որ ի վերջո մեր պետության երկարատև զարգացման եւ մեր երկրի անվտանգության բարեկեցության համար չափազանց կարեւոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի։ Առաջինը, որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի կատարած աշխատանքի արդյունքում, եւ երկրորդը, որ պետական բյուջեն է, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն եւ այլն։ Բավարար չի անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով հազար ներողություն գիտեմ, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են։ Ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Դրա համար մեր բյուջեն այնպիսին չի, որ ապահովի։ Ընդ որում միայն աշխատողի մասին չի խոսքը։ Միայն աշխատողի մասին չի խոսքը։ Խոսքը նաև գործազուրկի մասին է, որը պետական բյուջեի համալրման ճանապարհին ունի շատ կոնկրետ գործառույթ։ Մյուսներից նման։ Որովհետև առնվազն նույնիսկ գործազուրկը մտնում է խանութ եւ թթվասեր առնում է, չէ՞։ Լավ թթվասեր չի առնում, հաց առնում է, չէ՞։ ՀԴՄ վերցնում է, թե չի վերցնում։ Էլի եմ ասում, բազմաթիվ բարեխիղճ տնտեսվարողներ անկախ նրանից կպահանջեն, թե չեն պահանջի, այդ ՀԴՄ-ն դուրս են գրում։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նման մարդկանց, բայց ես խոսում եմ քաղաքացու իրավիճակի ընկալման եւ վերաբերմունքի մասին։ Նույնիսկ գործազուրկը իր գնաց հացի ՀԴՄ-ն վերցնում է, թե չէ։ Ես գյուղերում եւ ոչ միայն գյուղերում, այսօր մեր ցանկացած բնակավայրում մենք միլիարդների, տասնյակ միլիարդների, 100 միլիարդների ծրագրեր են կարել։ Եվ համայնքներում, եւ հանրապետական նշանակության, բայց այսօր կան չլուծված խնդիրներ, բազմաթիվ են չլուծված խնդիրները։ Ինչու են այդ խնդիրները չլուծված։ Որովհետև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չի կարողացել լուծել այդ խնդիրները։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներին տեսանելի լինի կապը։ Ընդ որում ես խոստովանում եմ, որ շատ երկար ժամանակ ես էլ ինձ համար բանը դիսկոմֆորտ էլ ա եղել եւ մտածել եմ, որ լավ, ինչ ՀԴՄ ուզեմ, չուզեմ, այսինքն սա բոլորիս է վերաբերում, ոչ մեկ թող գլուխ չգովա, ասի ես միշտ վերց։ Ես հիմա կարող եմ ասել, որ միշտ վերցնում եմ, միշտ։ Չկա տես տարբերակ, որ չվերցնեմ, բայց սա նոր գործելակերպ է նաեւ ինձ համար, այս գիտակցությունից։ Հիմա բոլոր գյուղերում, քաղաքներում, թաղամասերում, երբ որ մարդկանց ես հարցնում եմ, ասում եմ, կան ձեր գյուղում օրինակ կամ քաղաքում կամ թաղամասում չլուծված խնդիրներ։ Ասում են կա, ասում եմ, ինչքան պետք կլինի գումար, այսինքն առանց գումարի հնարավոր չի, չէ՞, այդ խնդիրը լուծել եւ այդ գումարը պետք է լինի բյուջետային։ Ընդ որում, մեր փորձը ի՞նչ է ցույց տալիս։ Երբ որ գումարը բյուջետային չի, գումարը ծախսվում է եւ խնդիրը չի լուծվում։ Մենք այսօր ունենք բազմաթիվ հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ, միջև մենք պետական բյուջեն տեր չի կանգնել այդ մանկապարտեզներին, դպրոցներին, չգիտեմ, զբոսայգիներին, մնացած բաներին, որովհետեւ այդ բոլոր կամ հիմնական մեծ մասը ցավոք սրտի այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն կամ 4 ռեպորտաժի կյանք, որտեղ հավաքվեցինք, նկարվեցինք եւ ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ, նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում, 4 միլիոն դոլարի գովազդ են անում իրանց, այսինքն 100,000 դոլար ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա։ Ու բանի բարեգործի բան է այն մեծ sense դոշի կեսը փակող մեդալները վրեքներից կախած ման են գալիս։ Սա էլի մեր հանրային ընկալման բաների մասին է։ Ես օրինակ որտեղ տեսնում եմ բարեգործություն,
Ես կներեք արդեն բան ունեմ, ալերգիա ունեմ, որովհետև ես վարչապետի պաշտոնում ես տեսել եմ, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Ես ձեզ օրինակ պատմեմ։ Մարդիկ նամակ են գրում, ասում են, բա մեր գյուղի մանկապարտեզը չասեմ որ գյուղի։ Չի գործում մեր գյուղի մանկապարտեզը։ Բա նոր կառուցված մանկապարտեզը սենց ոնց կլինի եւ այլ։ Հետաքրքրվում ենք, ես ինչ մանկապարտեզը։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով։ Կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, վյուները ապահովել են, լայքերը ապահովել են, կոմենտները ապահովել են, մեդալը կախվել է, անունները քանդակվել է պատերին, ոսկետար, բանի ադամանդակուր եւ այլն եւ այլն։ Ու բանը պարզա երեկոյան ընթրիկ, առավոտյան խաշ եւ բոլորը արդեն ծրվել են։ Եվ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է, ինչու՞։ Որովհետև հոսանքի պարտք ունի։ Եվ պարզ չի ով պետք է վճարի։ Ջրի պարտք ունի։ Աշխատողները աշխատել են, բա ով է վճարելու իրանց աշխատավարձը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է, որովհետև կառավարությունը իր որոշումներով դա դրել է այդ թվում համենքային, եւ մենք այդ պահից արգելել ենք, հույս ունեմ, ես գոնե այդպես եմ հանձնարարել, արգելել ենք ցանկացած նախագիծ, որը կառավարության սահմանած ստանդարտի մեջ չի, որը այդ թվում համենքային կամ պետական բյուջեի տրամաբանության մեջ է դրված եւ այդ տրամաբանության մեջ է աշխատում։ Եվ հետեւաբար հարգելի գործընկերներ, պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած առանձին վերցրած ընտանիք։ Եվ ուզում եմ նաև ասել, այո, ես հասկանում եմ մի վիճակագրություն էլ ասեմ, որը էլի ասել եմ, նորություն չի։ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մենք բյուջեի եկամտային մասը 25 թվականի 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն սա ինչ է նշանակում, որտեղ այս տոկոսներն էլ երբեմն լավ չի ընկալվում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կողքը եկամուտների մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Ինչ? Արաղ, ինչի արաղի հենց։ Շատ լավ, համաձայն եմ։ Այսինքն ես նկատի ունեմ այս process-ը գնում է, բայց էլի եմ ասում, սա կառավարության ջանքն է, ոչ միայն։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսվարողներին, ինչպես ասում եմ, աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող մեր բոլոր տնտեսվարողներին։ Ես հիմա ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ չունի 10 դրամի, թե 10,000 դրամի, թե 110,000 դրամի առևտուր են անում, առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս չեն գալիս։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ քաղաքացիներին։ Բայց ես նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել հատուկ պետական բոլոր եւ համայնքային այն ծառայողներին, ովքեր իրենց գործունեությամբ ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու եւ պատշաճ հարկային հավաքագրումները ապահովելու համար։ Եվ սա չափազանց կարևոր կոնտեքստ է եւ նաեւ ուզում եմ մենք խոսենք այն առանցքային ծրագրերի մասին։ Հիմա գումարը հավաքեցինք հունվարի 1-ի թթվասերը առանք, ՀԴՄ վերցրինք, հարկը վճարեցինք։ Ինչ են 26 թվի, ինչ են կանելու, որ նա մեր բյուջեի առանձնահատկությունը, նախ, բյուջեն իմիջայլոց, էդ էլ է շատ կարևոր արձանագրում։ Ես այն չի համար եմ ասում, որ մենք հասկանանք, որ ոչ թե բյուջեն ճամպրուկներ են
կամ սենյակա, որի մեջ փողերը դրած է եւ բանալին էլ ֆինանսների նախարարի կամ վարչապետի կամ կենտրոնական բյուջեն կանխատեսում է, ընդհանրապես կանխատեսում է, թե մենք ինչքան ենք աշխատելու նախորդող շրջանի փորձի եւ տնտեսական եւ քաղաքական process-ների վերլուծության հիման վրա։ Այսինքն ես ուզում եմ մենք շատ լավ հասկանանք, տենց սենյակ չկա, որտեղ այդ փողը դրած է։ Չնայած ասում եմ կան ռեզերվներ, որոնք բանկային հաշիվներում, կենտրոնական բանկում կառավարությունը պահում է, կան վարկային միջոցներ, բայց մեծ հաշվով բյուջեն հոսք է, բյուջեն ամենօրյա աշխատանք է եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում ապրանքների, ծառայությունների, արտադրանքի շրջանառության արդյունքում ձևավորված հարաբերությունների կողմից արտահայտված դրամական միջոցների հոսք է։ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Պարոն Հովհաննիսյան, զուգահեռ նայեք, հանկարծ տողերը չխառնեն։ Հիմա բայց կարևոր է նաև արձանագրել, թե 26 թվին ինչ առանձնահատուկ ծրագրեր մենք ունենք, բաց են սովորական ծրագրերը, որ բյուջեով պետք է ապահովենք։ Ամենակարևոր նորություններից մեկը կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետեւ ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն է շրջանում, բայց օրինակ մինչև 18 տարեկան երեխաների, այսինքն կանի էլի կառավարությունը քաղաքացիների միջոցով քաղաքացիների վճարած հարկերի ծախսման արդյունքում, բայց նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովի մինչև 18 տարեկան երեխաների, օրինակ 65+ տարիքի թոշակառուների առողջապահության ապահովագրություն եւ նաեւ որոշակի սոցիալական խմբերի։ Որոշակի սոցիալական խմբեր ասելով պետք է նկատի ունենալ նաեւ, որ մենք անապահովության գնահատման մեր համակարգերը փոխում ենք եւ այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը եւ նպատակը այն է, որ մենք մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ քաջալերենք աշխատել։ Տեսեք հիմա օրինակ սոցիալական ապահովության թեման շատ շահարկվում է, բայց մենք էս էլ պետք է, ես ինչի եմ ցույց տալիս բյուջեի ձևավորման այս համակարգը, որտեվ պետք է հասկանանք, որ բյուջեն, որով այդ թվում բանը արվում, վճարվում է անապահովության նպաստը, գործազրկության նպաստը վճարվում է աշխատող մարդկանց հաշվին։ Այսինքն եթե կարա չէ, եթե մի քաղաքացին իրավունք ունի, ասի, որ գիտեք ինչ ես չեմ աշխատում, կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք, եթե մի քաղաքացի այդ իրավունքը ունի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները։ Մենք էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են կառավարություն, դե որ տենց է, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք, ես էլ չեմ աշխատում, հոգացեք իմ ծախսերը։ Եկեք պատկերացնենք տեսական իրավիճակ, երբ որ 2026 թվականի նոր տարին տենց առանձնահատուկ լավ է ստացվում, մեկ էլ քաղաքացիները գցում բռնում են, ասում են սկզբունքորեն չենք աշխատում։ Այն բանի համակարգ կա, անապահովության գնահատման համակարգ կա, որը քաղաքացիներին բանա պետք է ապահովի, չէ, պարտքն է, չէ, պետության ապահովել քաղաքացիների սոցիալական, թող ապահովի։ Եվ քաղաքացիները համընդհանուր ասում են չենք աշխատում, կառավարություն նպաստ տուր մեզ, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ, լուսավորություն եւ մնացած ամեն ինչ։ Թթվասերներն իսա են կառնելու։ Որտե՞ց, Ժողովուրդ ջան, որտե՞ց։ Չի լինում տեն։ Հա, ճիշտ ասում։ Թթվասերի արտադրողն էլ չկա, որ արտադրի, որ գոնե նիսա առնենք։ Ես ուզում եմ ասել, որ ես երբեմն չեմ հասկանում, որովհետև երբեմն ասում եմ առանձնահատուկ սոցիալական խմբերի դեպքում դա հանրային համերաշխության խնդիր է, բայց երբեմն անկեղծ ասեմ,
ես ինձ համար ընդունելի չի որոշակի բանա 1000 ներողություն այդ բանի համար, ասենք այդ որոշակի մուննաթային տոն, որտեղ բան մենք չենք աշխատում 20 տարի է, ուսենք տուն չունենք, այս չունենք, այն չունենք, այն չունենք, այն չունենք, հիմա 1000 ներողություն իհարկե բանի, բայց եթե հիմա ես էլեկտրոնային փոստս բացեմ, էկրանին արտահայտվեմ, ասենք ես դա խնդիր է։ Մենք պետք է ասենք դա նորմալ չի, ժողովուրդ ջան, տենց բան ասել։ Ասել գիտես ինչ չեմ աշխատում, տուն չունեմ, ես չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ։ Չի լինում տեն ժողովուրդ ջան, չի լինում։ Դա նորմալ հանրային հարաբերություն չի։ Բայց ես այս առումով ուզում եմ նաև ընդգծել, որ էսա նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, կամ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Որտեվ երբ որ նման